Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, եթերում Աբովյան թեմն է եւ ես Արման Աբովյանը։ Իրադարձությունները, որոնց մենք ականատես ենք վերջին ժամանակաշրջանում, բացի լոկ վերլուծությունից, որը մշտապես տարբեր հարթակներում, տարբեր տեսանկյուններից իրականացվում են, նաեւ ունեն ըստ իս, գիտեք, վերբացելու իսկ ավելի շուտ իրականության բացատրել բառը չի սազում, էլի իրականության ճշգրիտ ներկայացնելու։ Եվ այսօրվա մեր ոդկասթի համահեղինակը միանգամից ներկայացնեմ, չեմ ուզում ինտրիգը ձգեմ, Հայակվե ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանն է, բարև ձեզ, պարոն Չալաբյան։ Բարև ձեզ, պարոն Աբովյան։ Շնորհակալություն, որ ընդունեցիք հրավերը։ Մեծ հաճույքով ես եմ ձեզ շնորհակալ։ Տեսեք, ես իզուր չսկսեցի, այսօրվա մեր ոդկասթը հենց այդ վերբացելու թեմայից, որովհետև չեմ թաքցնի այս վերջին ժամանակահատվածում նայում էի այն ոդկասթները, որոնք դուք եք անում YouTube-յան տիրույթում եւ նկատեցի մի շատ հետաքրքիր առանձնահատկություն, որը ըստ իս, բավականին լուրջ դերակատարություն ունի այն մարդկանց համար, ովքեր փորձում են հասկանալ ինչ է կատարում, այլ ոչ թե հոսքերի տակ, տենց ինչ-որ շարժվելով գնում են։ Խոսքը գնում է խնդիրների վերբացման։ Այսինքն, տեսեք, խնդիրը, պայմանական հայոց ցեղասպանության ուրացում, պայմանական են վերցնում, կամ օրինակ Արցախյան հիմնախնդիր։ Բոլորն էլ քիչ թե շատ գիտեն պատճառահետևանքային երանգները։ Մարդկա ընդունում է, մարդկա չի ընդունում, բայց գիտեն ամեն մեկը իր մակարդակի, ասենք ասենք, չափով։ Բայց օրինակ հետևանքների մասով ինչի կբերի, օրինակ հայոց ցեղասպանության ուրացումը, վերցնենք, ասենց հիմա ամենա այդպես արդիական թեմաներից մեկն է։ Շատ քչերն են դրա մասին խոսում։ Եվ այո, ձեր ոդկասթների շրջանակներում դուք էլի բացատրական աշխատանք ենք միշտ կոպիտ է հնչում, բայց այնուամենայնիվ կարծես թե բացատրական աշխատանք եք հավարում։ Այդ ոդկասթների գաղափարը իդեպ շնորհակալ եմ, որ հենց իրանց եք անդրադարձել, ծնվել է հետևյալ կերպ անցած տարի Նունեն Մելքումյան, որը ոդկասթների իմ համագործընկերն է, եւ մենք միասին ենք վարում բոլոր ոդկասթները, ըստ էության հետաքրքիր դիտարկում կատարեց, որ մենք այս քաղաքական իրադարձությունների հորձանուտի մեջ ընկած եւ բարբերաբար հանրային հաղորդակցություն իրականացնելով չեն կարողանում խորքային ձևակերպել մեր հիմնական մտքերը, գաղափարները, պատկերացումները եւ այլն։ Այսինքն մենք խոսում ենք շատ հաճախ իրադարձային, կոնկրետ իրադարձության հետ կապված, երբեմն չափազանցված, հասարակությունը հաճախ մեզ այն սպասում է, որ մենք ինչ-որ մի հատ հոգեցունց բան կասենք, կսրենք, շատ տենց էսկալացիայի կտանենք եւ այլն, ու այդ ոճի մեջ, քաղաքականացված ոճի մեջ հաճախ կորում են խորքային իմաստները, հաճախ կորում է տեղի ունեցող իրադարձությունների երկարաժամկետ եւ խորքային ընկալումը եւ դրա համար գուցե պետք է ինչ-որ մի հատ ձևաչափ, որը հնարավորություն կտար մեր լսարանի հետ շփվել մի քիչ այլ հարթության մեջ, փորձել իրանց այդ երկխոսության մեջ մտնել, իսկ իրականում այդ ոդկասթը ոչ միայն երկխոսությունն է իմ ու ունեի միջև, այլև երկխոսությունն է նաեւ լսարանի հետ։ Առաջին հերթին լսարանի։ Դա երկխոսությունն է նաեւ լսարանի հետ, այսինքն մենք Իհարկե դա նկատվում է, ներողություն որ ընդհատեցի։ Դա նկատվում է ակնհայտ։ Մարդկանց հետ եք խոսում։ Այո, իրականում խնդիրը այդ է, որ մենք դրա միջոցով խոսենք այն մարդկանց հետ, որոնք ինչ որ իմաստով պատրաստ են մեր գաղափարները կիսել, բայց ուզում են այդ գաղափարները սկզբից լսեն եւ հասկանան։ Եվ լսեն ու հասկանան համապատասխան անկաշկանդ միջավայրում, երբ որ մենք իրար չենք ընդհատում, չկա այդ այսպես ասած ստրեսը եւ պրեսինգը նրա, որ պետք է փորձես ժամանակի մեջ շատ բան տեղավորես, ինչ որ շատ կոշտ հայտարարություններ անես եւ այլն, որը քաղաքական ոճն է ընդհանուր, որը հիմա գերիշխում է Հայաստանում։ Չէ, դու խոսում ես ինչ որ իմաստով ավելի հանդարտ, ավելի մտածված, ավելի խորքային, ավելի տրամաբանական եւ բացատրող նաեւ, որովհետեւ սովորական ոճի մեջ դու հաճախ չես էլ բացատրում ասա, դու պնդումներ ես անում ու անցնում ես ու ենթադրելով, որ ասենք քո ունկնդիրը այդ պնդումը կամ կընդունի կամ չի ընդունի։ Իսկ սենց խնդիրը պնդում անելու մեջ չի մեն։ Խնդիրն անում է, որ դու փորձես
այդ ամեն ինչը տրամաբանորեն հիմնավորես, բացատրես, ցույց տաս անալոգիաների մեջ, պատմական հեռանկարում եւ այլն։ Դա այդ իմաստով իսկապես հետաքրքիր ոնց փորձառություն է, մեր երկուսի համար եւ իմ եւ Նունեի համար, երկուսը էլ մեզ ինչ որ իմաստով փորձում ենք այդ դերի մեջ, բայց դատելով առաջի արձագանքներից կարելի է ասել, որ այդ ձևաչափը սկսում է այո, իր ունկնդիրները հավաքել, իր լսարանը հավաքել եւ այդ լսարանը երախտապարտ լսարան է։ Մենք զգում ենք նաեւ դրական արձագանք, որ շատ ոգևորիչ է։ Պարոն Չալաբյան, եկեք այսօր համաձայն այն տրամաբանության, որով մենք սկսեցինք այսօրվա ոդքասթը, փորձենք բացատրել, ոչ թե բացատրել, փորձենք մեր կարծիքը հիմնավորել, սենց 3 որքան կհասնենք 3-4 հիմնական դրույթների մասին։ Ես փորձեմ այսօր զերծ մնալ, լոկ ինչ որ քննադատական խոսքից, իշխանություն կլինի, ուզում է լինի, գիտեք, լեզվի տակ փուշ չկա, բայց ես ուզում եմ այսօր եկեք միացած փուճուրիկ էքսպերիմենտ անենք, էլի։ Փորձենք վերբացել օրինակ հետևյալը, տեսեք։ Ես անշնորհակալ դեր եմ ստանձնում հիմա եւ փորձելու եմ այն նարատիվներով, աշխատել, որը ցավոք թուրքական մուրճով մխվում է մարդկանց գլխի մեջ։ Հայ մարդկանց։ Լավ թուրքերի գլխի մեջ վաղուց է մխած։ Մխած, այո։ Իդեպ իրանց համար է այդ վնասակար։ Դե յուրաքանչյուր դրա մասին կխոսենք, որ իրանց համար է վնասակար։ Հայոց ցեղասպանության տարելիցի նախաշեմին է մեր հաղորդումը եւ երկու հիմնական դրույթ, ուրեմն ցեղասպանություն։ Կա կարծիք, եւ այդ կարծիքը ես իմ ուսումնասիրությունների ընթացքում կարամ ապացուցեմ, հասկացել եմ, որ այդ կարծիքը ինքը հիմնականում դրսից է ներկծվել հայկական դաշտ եւ հետո որոշակի ուժեր վերցրել, օգտագործել են որոշակի ուժեր ոչ եւ այլն։ Կարծիք, որ հայոց ցեղասպանությունը, այլ ճիշտ հիշատակը հայոց ցեղասպանության մասով ինքը դեստրուկտիվ էլեմենտ է մեր տարածաշրջանում ապրելու, խաղաղության մեջ ապրելու համար, այսինքն դե լավ ժողովրդական լեզվով ասեմ։ Մեզ ասում են ցեղասպանությունը, կոտորած է, հայրենազրկություն է, 100 տարի առաջ եղել է անցել է, հիմա ժամանակները փոխվել են, Թուրքիան փոխվել է, զգում եմ շենջ դժվար է ինձ ամեն ինչ արտաբերել, ձևեր չեմ թափում, իրականում դժվար է, բայց ես ստիպված եմ, փոխվել է այդ ամեն ինչ, եւ երբ որ մենք խոսում ենք ցեղասպանության մասին, մենք դրանով ըստ էության փակում ենք դռները Թուրքիայի հետ հարաբերություններ չբարելավելու։ Իսկ թուրքերը ուզում են, գիշերներ չեն քնում, աշկերտը չռած երազում են, ոնց պիտի մեր հետ հարաբերությունները բանանեն։ Իսկ մենք հիշում ենք, որ իրանք եկել են մեզ կոտորել են եւ այդ հիշողությունը մեզ նյութական պարագայում բան չի տալի։ Իսկ եթե մոռանանք, ապա սահման կբացվի, այս կլինի եւ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները կլինեն լավ։ Շատ պրիմիտիվ։ Ներվայնացրեցի, չէ՞։ Շատ պրիմիտիվ մտայնություն է։ Ես ստիպված եմ, դու գիտես որ դա կա։ Գիտեմ։ Հիմա վերցնում ենք այդ գաղափարը, փորձում ենք, այսպես ասած, իր անատոմիան հասկանանք։ Ուրեմն, ընդհանրապես ասած, գաղափարը շատ պրիմիտիվ է, որովհետև սկսենք հետևյալից, ցեղասպանությունը, հայոց ցեղասպանությունը, դա կոտորած չի։ Ցեղասպանությունը Օսմանյան կայսրության իշխող ուժի կողմից մեթոդիկ ծրագրված եւ մի քանի տարի տևած հայկական եւ իդեպ ոչ միայն նաեւ ասորական եւ հունական արաբներին էլ են կոտորել հիմնականում քրիստոնեական, որովհետեւ նպատակը քրիստոնեական տարից երկիրը մաքրելն էր, քրիստոնեական տարի մեթոդիկ բնաջնջումն է եւ հայրենազրկումը, որպեսզի տեղ բացվի մահմեդական տարի համար, այսպես ասած մահմեդական տարի, որ նույնիսկ այդ ժամանակ Թուրքիան մինչև վերջ չէր իդենտիֆիկացվել, այլ մահմեդական տարի համար ազգային հայրենիք ստեղծելու, որովհետև Սունի մահմեդական տարի, որովհետև նախկինում կայսրությունը ուներ շատ ավելի մեծ տարածք, մինչև առաջին համաշխարհային պատերազմը։ Դրա մեջ այդ Բալկաններն էին մտնում, որոնք իրանք կորցրել էին նույնիսկ մինչև դա,
եւ արաբական հսկայական տարածքներ էին մտնում կայսրության մեջ։ Եվ այդ մահմեդական տարը, սունի մահմեդական թուրքալեզու տարը, ոչ արաբախոս, հա, որտեղ արաբախոսը առանձին է, նայել ասունի։ Նա ծրված էր ամբողջ կայսրության տարածքով մեկ։ Երբ որ իրանք հասկացան, որ կայսրության տարածքների 80%-ը կկորցնեն, իրանք կմնային 20%-ը այդ մահմեդական տարը ստիպված են ելնելու։ Թուրքալեզու մահմեդական տարը հավաքեն խտասնեն այստեղ, իրանք եկան այն գիտակցությանը, որ որպեսզի իրանք կատարեն այդ գործողությունը, իրանք այդ տարածքը անատոլյան պայմանական, որի մեջ իրանք համարում են նաև հայկական լեռնաշխարհ, թե հայկական լեռնաշխարհը սահմանակից անատոլյան, ոչ թե մասը, բայց իրանք հիմա պնդում են, որ դա բան է, մասը։ Իրանք որոշեցին, որ այդ տարածքը իրանք պետք է մաքրեն քրիստոնեական տարից ընդհանրապես։ Ցանկացած հնարավոր ձևով, կլինի դա բնաջնջել, կլինի դա արտաքսել, կլինի դա իդեպ իսլամացնել, որովհետև 100,000-ավոր հայեր իսլամացվել են։ Ցեղասպանության 3 բան ա եղել, որով մենք հայրենազրկվել ենք։ Բնաջնջում ֆիզիկական, արտաքսում, որի արդյունքում ձևավորվել է սփյուռքի մեծ մասը, եւ իսլամացում, որի արդյունքում տարբեր տվյալներով մոտ 200-300,000 հիմնականում երեխաներ եւ կանայք վերցվել են մահմեդական ընտանիքներում եւ իրանց ինքնությունը ջնջվել է։ Ֆիզիկապես իրանք շարունակել են գործունեալ, իրանց հայկական ինքնությունը ջնջվել է։ Եվ դրանով ամբողջ հայկական ժառանգությունը եւ ամբողջ հայկական ազգային կյանքը ոչնչացվել է։ Եթե նույնիսկ ֆիզիկական մարդը չի ոչնչացվել, հայերը որպես ազգ կայսրության տարածքում ոչնչացվել են։ Հիմա եթե մեր նկատմամբ գործվել է այդ կարգի հանցագործություն, որ դեպքում մենք կարող ենք մեղմ ասած ներել այդ հանցագործությունը։ Միայն եւ միայն այն դեպքում, երբ որ հանցագործը կամ իր ժառանգները իրենք այդ հանցագործությունը ընդունում են, ներողություն են խնդրում եւ հատուցում են առաջարկում։ Անդոն դա պետք է լինի համարժեք հատուցում այն ցավի համեմատ, որը մենք կրել ենք, հա։ Հիմա երբ որ այն մարդիկ, որոնք ասում են Թուրքիան փոխվել է, Թուրքիան ժամանակակից է, Թուրքիան էսա, Թուրքիան այնա, թող բերեն ցույց տան այդ ներողությունն ու հատուցումը։ Թող բերեն ցույց տան, այդ ժամանակ ասեմ լավ փոխվել է, եկեք թուրքերին ձեռնարկենք, սկսենք հետները խոսել, որտեվ իրանք մեզանից ներողություն են խնդրել եւ իրանք հատուցում են առաջարկում։ Բայց իրականում այսօրվա Թուրքիան շատ բաներով եւ դա կարող եմ ապացուցել նույն ցեղասպան Թուրքիան է, նույն ցեղասպան, որովհետեւ այսօրվա Թուրքիայում 10 տարի առաջ սպանվեց Հրանտ Դինքը։ Սպանվեց մենակ այն պատճառով, որ ինքը հայկական հարցեր էր շոշափում ապրելով Թուրքիայում։ Այսօրվա Թուրքիայում մարդիկ դուրս են գալիս փողոցները ցույցերի, այսօր մեր աչքերի առաջ տանում են Էնվերի ու Թալաթի նկարները։ Հա Ժորժ ջան, Էնվերին ու Թալաթին ձեր սեփական դատարանը մապաճա դատապարտել ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների համար։ Եթե դուք մինչև հիմա իրանց նկարներով եք քայլում, նշանակում է դուք իրանց նույն ցեղասպան գաղափարների կրողն եք, ել ինչով եք փոխվել։ Ինչով եք փոխվել, ուրեմն ոչ իմանալ չեք փոխվել։ Ուրեմն ուղակի մարաֆետ եք արել, արտաքին ինչ-որ մի շիրմա եք սարքել, որ դուք ավելի բան եք, ավելի քաղաքակիրթ եք։ Իրականում ոչ մի բանով չեք փոխվել, տեսանք ոնց եք փոխվել, տեսանք ոնց եք Սիրիայում ալևիներին ոշխարի տեղ կոտորում, տեսանք էլի։ Ինչով եք փոխվել։ Այդ ովքեր որ ասում են, չեն տեսել Սիրիայում ինչ տեղի ունեցավ, ոնց մի շաբաթվա մեջ մի քանի հազար մարդ ոշխարի տեղ ուղակի կոտորեցին։ Նույն թուրքերը իրանց կամակատարները Սիրիայում։ Բա ինչով են փոխվել։ Ուրեմն մենք պետք է ճշմարտությունը չտենանք, զորով մեզ կուրասնենք, ճշմարտությունը չտեսնենք, ասենք չէ թուրքերը փոխվել են լավն են։ Դե որ լավն է, թող լավը լինեն, բան չի լավը չէ։ Այստեղ ձեզ կասեն, կրկին ստիպված եմ այս նարատիվը օգտագործել։ Այսօր ջարդում ենք էլի սա այդ նարատիվները։ Ասեն, հա, պարոն Չալաբյան, այդ ինչ ասում ես, համաձայն ենք, բայց Թող սկզբից համաձայնվեն։ Համաձայն են, հիմա կան մարդիկ վստահաբար մեզ լսում են, համաձայն են, բայց երկու արգումենտ են բերելու։ Արգումենտ համար 1։ Ձեզ կասեմ, որ դե լավ, բա ինչ անենք, հո սենց հավերժ չեն կարող գնանք, Թուրքիան հզոր է, Թուրքիան մեծ է, Թուրքիայում 80 միլիոն թուրք է ապրում, Թուրքիան սենց, երկրորդը թող սահմանները բացվի, հարաբերությունները պետությունների մեջ սկսեն շտկվել, եւ այդ պարագայում մենք կգա ինչ-որ մի ժամանակ, երբ որ թուրքերի քաղաքակրթական մակարդակը կաճի անգամ բարձր ու մենք կօգնենք իրանց դրանում։ Բայց ինչի մորություններ եմ ուստի։ Արի վերցնենք։ Չէ, ես վերջացնեմ, էլի, ստիպված եմ։ Այս նարատիվը աշխատում է։ Արի վերցնենք երկու նարատիվներ, սկսենք երթել ջարդել։ Մեր նպատակը կեղծ նարատիվները ջարդելն է, չէ՞։
Սկսենք ամենազոր Թուրքիայից։ Ուրեմն Թուրքիայում կա 85 միլիոն բնակչություն, իսկապես, որի մոտավորապես 70%-ն է թուրք եւ գուցե ավելի քիչ։ Իդեպ պետք է մնացածները մոտ 20%-ը քրդեր են, մյուս 10%-ը տարբեր այլ ազգային փոքրամասնություններ են։ Լազեր, համշենցիներ, ալևիներ, արաբներ եւ այլն։ Այսինքն թուրքերը իրանց երկրում 70% են կազմում։ Երկրորդ հարցը, որը պետք է մի քիչ ավելի լուրջ ուսումնասիրել, հետեւաբար իսկ թուրքը ընդհանրապես ասած ինչ է։ Թուրքի տարբերություն հայ հետ էթնոս չի։ Դա արհեստական գոյացություն է սարկած Աթաթուրքի կողմից, երբ որ ինքը ասել Թուրքիայի բոլոր քաղաքացիները թուրք են։ Իսկ թուրքերեն են խոսում։ Բայց երբ որ դու մի քիչ քչփորում ես, դու հասկանում ես, որ թուրքական այդ այսպես ասած քաղաքական ազգի հիմքում տարբեր տեսակի էթնոսներ են։ Տարբեր էթնոսներից են ինքը ձևավորված եւ այդ գիտակցությունը հիմա սկսում է իրաց մոտ սրվել։ Այդ գիտակցությունը եւս սկսում է սրվել։ Այդ մեկ, այսինքն էթնիկ իմաստով Թուրքիան բոլորովին էլ միատար չի եւ բոլորովին էլ, ասենք, միագիծ չի։ Երկրորդը քաղաքական իմաստով Թուրքիան մենք տեսնում ենք, որ իրականում կիսված է 3 տարբեր մասերի։ Ուրեմն առաջի մասը, որը մինչև հիմա վերջի 20 տարիներին դոմինանտն էր, դա իսլամական ազգայնականներն էին։ Էրդողանի ղեկավարությամբ։ Եվ նրանք դոմինանտ էին, վերահսկում էին քաղաքական համակարգը, նախագահի ինստիտուտը, ազգային ժողովը, տեղական ինքնակառավարման մարմինները, բանակ եւ այլն։ Երկրորդ մեծ քաղաքական ուղղությունը, որը պարտվեց Էրդողանին սրանց մոտ 20 տարի առաջ, դա արևմտամետ քեմալիստները, նացիոնալիստներն են կամ քեմալիստներ, այո, որոնք ուժեղանում են հիմա։ Մենք տեսնում ենք դա, տեսնում ենք ինչպես են նրանք ուժեղանում, եւ դա արտահայտությունից մեկն էր, որ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Բոդրումում եւ այլն բոլոր համեմատաբար մեծ քաղաքներում իրանք ընտրությունները հաղթեցին։ Եվ ի վերջո դա բերեց նա, որ այո, Էրդողանը Իմամօղլուին ձերբակալեց։ Եւ վերջապես երրորդ ուղղությունը, քրդական ուղղությունը գոյություն ունի, որը ոչ այնա պայքարում ամբողջ թուրքականի դեմ եւ ըստ էության հարավ-արևելյան մասը Թուրքիայի ունի հոծաթիվ քրդական բնակչություն, որը ի տարբերություն թուրքերի արագ աճում է, թուրքերը չեն աճում, քրդերն են աճում։ Թուրքերի աճը կանգնել է վերջի տարիների ընթացքում, քրդերը շատ ինտենսիվ աճում են, մինչև Թուրքիայում դա շատ լուրջ խնդիր է դարձել, շատ լուրջ։ Այն աշճան, որ իրանց ներքին դիսկուրսում անդադ դրա մասին ասում, որ քրդերը գալու են ուտեն իրանց, թուրքերին եւ այլն, կարող է տենց էլ չլինի, բայց այդ երրորդ ուղղությունը կա։ Հիմա տես, այդ 3 ուղղությունները իրար դեմ են պայքարում։ Դա բերել է նրան, որ Թուրքիան նաեւ հիմա հայտնվել է ներքին փակուղու մեջ։ Իրանց ներսում այդ բոլոր 3 ուղղությունները իրար դեմ են պայքարում եւ փորձում են ամեն մեկը այս ընթացքում ուժեղանալ։ Էրդողանը ձերբակալել է Իմամօղլուին, նրանք հսկայական հարավակ էին Ստամբուլում կազմակերպել, որը 2 միլիոն մարդ էր մասնակցում, դե անպատկերացնելի թվեր է, չէ՞, ինչ է 2 միլիոն մարդ։ Քրդերը օգտվելով, որ 2 թուրքական հիմնական թևերը իրար դեմ սկսել են պայքարել, երկուսի վրա հիմա նազ են ծախում, օրինակ եկել են Էրդողանին ասում է Օջալանին ազատ արձակես։ Չնայած հասկանում են, որ դա անհնար բան է, որովհետև Օջալանին ազատ արձակել նշանակում է թուրքերի պատկերացմամբ երկրի համար մեկ տերորիստին ազատ արձակել։ Մինչև այդ ասում են Օջալանայի վրա 40,000 թուրքի արուն է իր ձեռներին, էս այնա, ոնց կարան ազատ արձակեն, չէ՞։ Բայց այդ վիճակն է, այսինքն Թուրքիան հիմա, որը շատ կարևոր է, հայտնվել է ներքին շատ խորը հակասությունների մեջ, եւ այդ հակասությունները հեշտ հաղթարելի չեն։ Այդ հակասությունները թուրքական իրականության մեջ դրված է հենց Աթաթուրքի ժամանակվանից, երբ որ նա ստեղծել է քեմալիզմը, ստեղծել է արևմտականությունը, սեկուլարիզմը եւ այլն, որը հակասության մեջ է մտել իսլամական ազգայնականության հետ։ Ու թուրքերը հիմա մի կեսը ասում է մեր ճանապարհն է դեպի Եվրոպա, մյուս կեսը Էրդողանի ղեկավարությամբ ասում է մեր ճանապարհն է դեպի Թուրան։ Իմիջած մենք էլ ենք ելենք հարվածի տակ հենց Էրդողանի թուրանականության պատճառով։ Չասեմ մի բան, մենք երկու պարագայում էլ ուդարի տակ ենք։ Հա, բայց ես քեզ ասեմ, տես, եթե Թուրքիայի ուղղությունը դեպի Եվրոպան է, իր էներգիան էլ է, մեղմ ասած, հոսում դեպի արևմուտք։ Եթե իր ուղղությունը Թուրանն է, իր էներգիան հոսում է ուղիղ մեր վրայով։ Այդ դեպքում մենք նորից դառնում ենք իրանց համար, մեղմ ասած, ցեղասպանության օբյեկտ, հասկանում ես։ Եթե իրանք շահագրգռված են եվրոպական ինտեգրացիայով եւ այլն, իրանք գնալու են նայելու են ուղղությամբ, ոնց որ դա կար Օզալի, Դեմիրալի եւ այլոց օրենք։ Մի մոռացի, մենք այդ ժամանակ Արցախյան պատերազմ ենք հաղթել։ Իրանք էլ չեն միջամտել։ Իհարկե ավելի թույլ են եւ այլն, բայց մյուս կողմից նաեւ այդ պրիորիտետը իրանց մոտ չկար թուրանականություն։ Հիմա վերադառնանք երկրորդ նարատիվին։ Երկրորդ նարատիվին սահմանները բացվեն, թե իրանք քաղաքակրթվեն եւ այլն։ Եղբայր, իրանք քաղաքակրթվելը մեր սահմանների բացուպակ լինելու հետ
Ընդհանրապես ոչ մի կապ չունի։ Ընդհանրապես ոչ մի կապ չունի։ Եթե հաշվարկը նրա վրա է, որ իրանք պետք է քաղաքակրթվեն, թող իրանք քաղաքակրթվեն, այ երբ որ մենք զգանք, որ իրանք քաղաքակրթվում են, որ իրանք մեջ քաղաքական օրինակ ոլորտում իրանք, հա, սֆերայում սկսել են առաջանալ էլիտար մեծ խմբեր, որոնք ասում են եկեք հայերին ձեռք մեկնենք, եկեք հայերից ներողություն խնդրենք, եկեք մտածենք հայերին ինչով ենք հատուցում, եկեք մենք էլ մտածենք հաշտության մասին։ Ի վերջո մենակ հայերի խնդիրը չէ։ Եկեք մենք էլ մտածենք հաշտության մասին, եկեք մենք էլ մտածենք խաղաղության մասին։ Այդ ժամանակ դու կհասկանաս, որ այնտեղ տեղի են ունեցել շատ լուրջ ֆունդամենտալ փոփոխություններ, որոնք պատուհան են բացում դրա համար։ Չէ, հակառակ process է։ Ես հակառակ process է։ Չէ, ես ասեմ ավելին, իզուր չէ, որ Թուրքիայում, հենց Թուրքիայում է ծագել այսպես կոչված արևմտյան Ադրբեջան գաղափարը, ասեմ ավելին, Թուրքիան այսօր իմիջիալոց որոշ հայկական ազգանուն ունեցող Իսահայկական։ Դու չգիտեմ ոնց իրանց որակավորել, առաջ են տանում են միտքը, որ մի բան ասեմ, պարոն Չալաբյան, տեղյակ եք, որ պարզվում է հայոց ցեղասպանության ժամանակ այդ համաձայն թուրքական վերսիայի, այդ մենք ենք Թուրքիային ցեղասպանը, բայց չգիտես ինչու մենք չկանք, իրանք կան, բայց մենք էլ ենք ինչ-որ տես ցեղասպանը։ Այդ նարատիվը առաջ են բերում նաև ստեղ։ Տեսեք, այդ աբսուրդ է, որովհետև մենք չենք կարող թուրքերին ցեղասպանենք ըստ սահմանման, ինչի որովհետև ցեղասպանությունը ցեղասպանության կոնվենցիայով դա պետության կողմից կազմակերպված ակտ է։ Չի կարող ազգային փոքրամասնությունը ցեղասպանի պետականակերտ ազգին։ Դա հնարավոր չի։ Նա կարող կոտորի ինչ-որ քանակության մաս։ Չէ, կոտորածի մասին չի։ Գիտես ում մասին են ասում։ Այն մարդկանց մասին, ովքեր դիմադրում էին ցեղասպանությունը, Վանի, Մուշի, հա, որ մարդիկ չէին ուզում ցեղասպանվեն, ասպախի չէիք ուզում ցեղասպանվեիք, պարծանեիք։ Մոտավորապես էս տրամաբանություն։ Ուրեմն այդ ժամանակաշրջանում, առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում, բնականաբար, քանի որ եղել է հակամարտություն եւ եղել են բազմաթիվ դիմադրության օջախներ, բազմաթիվ էս վերջերս ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը, որը մեր հետ միասին ոդկասթեր վարում, հետաշիր թիվ ասեց, ես այդ թիվը չգիտեի դեպ ամոթ ինձ էլ ասեց 16 դիմադրության օջախ է եղել Արևմտյան Հայաստանում ցեղասպանության ժամանակ։ Հիմա երբ որ դու դիմադրում ես, հա, դիմադրության արդյունքում դիմացինը զոհվում է, բայց այդ չեղավ ցեղասպանություն, ցեղասպանությունը նորից եմ ասում, ես հենց սկզբից ասացի, ցեղասպանությունը կոտորածից տարբերվում է նրանով, որ դա պետության կողմից կազմակերպված, նպատակաուղղված երկարաժամկետ ակտ է էթնիկ փոքրամասնության վերացման, ոչ թե ուղղակի մի քանիսին սպանելու կամ մի քանի հազարին, ընդհանուր ամբողջ էթնիկ փոքրամասնության վերացման։ Ուստի մենք չէին կարող իրանց ցեղասպանել, դատելով նրանից, որ իրանք ազգային մեծամասնություն էին կայսրության մեջ, իշխանություն ունեին, բանակը եւ բոլոր ուժային կառույցները իրանց էին ենթարկվում եւ ի վերջո մեր հայրենիքն է մնացել իրանց, ոչ թե իրանցը մեր։ Չեն կարող մենք իրանց ցեղասպանությունը։ Չէ, այն որ հիմարությունը, ապուշությունը, դա միանշանակ ես պարզապես եւս մեկ անգամ ուզում եմ ընդգծեմ, ինչի համար այս թեմայի շուրջ խոսացի, որովհետեւ կիսահայերը, ինչպես պարոն Չալաբյան ասաց, վիրավորանք չի, սա պարզապես մենք փաստ ենք արձանագրում, որոնք իրենց իբր հայ են համարում, թուրքերի հետ ձեռձեռի տված, իբր հաշտեցման այդ ճանապարհին փորձում են զոհին, այսինքն մեզ եւ դահիճին, այսինքն թուրքերին բերեն մի հարթակի վրա դնել այ։ Եվ սա սարսափելի է, մի բան էլ ավելացնեմ եւ մենք անցնենք հաջորդ մեր թեմային, Ժորժ ջան, ոնց sense մի բան կա։ Դու կարող ես մոռանալ, որ փորձես մոռանալ, որ թուրքը քեզ ցեղասպանել է։ Փորձես մոռանալ, ասելով դե լավ, ես մոռանում եմ, գնամ հետո հարաբերություն, բայց ինքը չի մոռանում։ Այդ ձեր ասում մեռնեմ, չի մոռանալու։ Ու ասեմ ավելին, դա լինելու է ազդակ դիր մորթի։ Իսկ եթե ինչ-որ մեկը ասի, սա 21-րդ դարն է, ճիշտ ասես Չալաբյանը, մի ամիս առաջ մեր ու մանուկ ալավիներին դրած կամերաների դեմը հի թուրքական դրոշները մորթում, բարի բուն իմաստով, այսինքն ոչ թե ինչ-որ փոխաբերական դանակը, առանց մորթում։ Հա, ոչխարի պես Ինչ եղավ, աշխարհը փուլ եկավ, հա, տենց ես իմիջը ոչ մի բան էլ չեղավ, այդ ինչով ենք մենք ալավիներից ավելի լավը։ Կարակից մեկնում եք այդ բացատրել։ Ես մի բան էլ ավելացնեմ, էլի պարոն Աբովյան, նայեք։ Վերջի շրջանում ստիպված էլի ես փորձել եմ ցեղասպանության այդ ամբողջ երևույթը ավելի խորքային ուսումնասիրել, մասնապես նաև մեր ոդկասթների համատեքստում, որովհետեւ մասնագետ գիտնականների հետ կարողանամ խելամիտ երկխոսություն վարեմ։
ցեղասպանությունը մարդիկ պետք է մի հատ մտածեն, էլի, ոնց կարա ասենք թե նորմալ խելամիտ մարդիկ մեկ էլ վերցնեն, ասենք միլիոնից ավել իրանց կողքը միջև այդ հարյուրամյակներով ապրես մարդկանց կոտորեն։ Դա նորմալ չի։ Դա ինչ որ մի հատ խելագարություն է, չէ՞, պահանջում։ Իհարկե։ Պսիխոզ է պահանջում։ Հիմա այդ պսիխոզը ոնց է ստեղծվել։ Պսիխոզը Օսմանյան կայսրությունում ստեղծվել է մեթոդաբար տարիների ընթացքում, հիշենք, որ ցեղասպանությունը նախորդել է 1909 թվականի Ադանայի ջարդեր, որտեղ 1897 թիվ 30,000 հեսա դրա մասին կասեմ 30,000 հայեր են զոհ գնացել հենց երիտուրքական կառավարության օրոք, իսկ մինչև էդ էլ 1895-96 թվականի Համիդյան ջարդերն են եղել, որ նախորդ կառավարության օրոք մոտ 150,000 հայեր են զոհ գնացել, այսինքն այդ ջարդարար բանը հաջորդականությունը նես չէ որ սկսել է 15 թվականի ապրիլի 24-ից չէ, մինչև այդ մեթոդաբար Օսմանյան հասարակության այդ մահմեդական խավի մեջ ներմուծվել է այն գաղափարը, որը հայ թշնամի է, որպեսզի հիմնավորեն հայ դեմ կատարվող հանցագործությունը, եւ երբ որ այդ հանցագործությունը արվել է, նույնիսկ ավարտվել է, այդ թշնամությունը միևնույնն է մնացել է, այսինքն նես չէ որ թուրք եկել է հային մորթել է, հետո գնացել է մզկիթ աղոթել է, Աստծուց ապաշխարություն է խնդրել, չէ, մորթել է ու ասել է լավ եմ արել, թշնամի էր մորթել եմ, որտեվ Թալյատն է ասել, չէ որ ասա կամ մենք կամ իրանք, պետք է մեզ ընտրություն կատարել, եթե մենք հայերին չմորթեինք, մեր հայրենիքից կզրկվեինք։ Թուրքի գիտակցության մեջ էդ է նստած, որ եթե ինքը հային չմորթեր, ինքը հայրենիքից զրկվելու էր։ Իմիջիալս միջև հիմա էլ դա է։ Միջև հիմա էլ դա է։ Ադրբեջան, Թուրքիա, նույնն է, ժողովուրդը։ Այդ իմիջիալ ես մի բան էլ ավելացնեմ, էլի կներեք, որ շատ են բանանում։ Չէ, խնդրեմ։ Ես դրա մասին, որ այդ միջև հիմա էլ դա է, ոչ թե վերացական եմ դատում։ Ես երկու անգամ 2008 եւ 2009 թվերին ճանապարհորդել եմ Արևմտյան Հայաստանում։ Բարձրացել եմ Արարատ լեռան գագաթը, եղել եմ Վանում, Աղթամարում, Բիթլիսում, Տիգրանակերտում, Դիարբեքիրում, գնացել մինչև Ուրֆայեմ ասել Նեմրուսարն եմ բարձրացել։ Ես ամենուրեք զգացել եմ թուրքերի հետ վերաբերմունքը։ Ես զգացել եմ, որ այդտեղ իհարկե քիչ թուրք ապրում, շատ չի։ Մեծամասնությունը քրդեր են, բայց ինչքան դեպի արևմուտք ես գնում, այնքան թուրքը շատանում, հա։ Ես զգացել եմ, որ թուրքը հային որպես թշնամի է վերաբերվում։ Մինչև հիմա է այտենց։ Այսինքն այդ վերացական չի, այդ իրանց գիտակցության մեջ կա, նորից եմ ասում, եթե վերադառնանք Հրան Դինքի սպանությանը, Հրան Դինքի սպանությունը պարզվեց չէ դատավարություն եղավ, պարզվեց որ այդ մարդասպանների հետևը հսկայական կազմակերպություն է կանգնած, իշխանություն է, Տրաբզոնի իշխանությունն է կանգնած եւ այլն, հա, պետական պաշտոնյաներ են կանգնած։ Այսինքն այդ ամեն ինչը Թուրքիայի այսպես ասած խորքային պետությունը շարունակում է հայատացություն պրոյեկտել։ Ու դու գնաց իրան ձեռ տաս, ձեռը բարևես։ Երկրորդ օրը ինքը ձեռդ կդրելու է ուղղակի։ Ձեռդ բռնելու է կդրի։ Այն որ Թուրքիան եւ ենթաթուրքական, հա, արհեստականորեն ստեղծված պետությունը, Ադրբեջանը ունի դոկտրինալ նպատակ, դոկտրինալ, դա նշանակում է անփոփոխ կապ չունի ով է իշխանության, դա էլ ասեմ։ Կապ չունի, դա մեթոդաբանության խնդիր է։ Դոկտրինալ խնդիր ունի իր ինչպես իրեն է թվում ապրելու տարածքը ձերբազատել օտար տարերից, իսկ ամենաչասիմիլացվող կռիվ տվող մինչև այս վերջին ժամանակահատվածը տարբերվող, դա մենք ենք։ Եվ եթե ինչ-որ մեկը կանգնում է եւ ձեզ ասում է, որ Թուրքիայի հետ հնարավոր է գտնել լեզու, խնդրում եմ ուղղակի հիշեք, որ Թուրքի համար խաղաղության դարաշրջան, սա էլ է դոկտրինալ տեսլական, խաղաղություն, կայունություն տարածաշրջանում չի ենթադրում ձեր հարգելի ռադիոլսողներ եւ ձեր երեխաների ողջ մնալը, այսենց ուղղակի չի ենթադրում։ Կամ առնվազն այս տարածքում ողջ մնալը։ Այս տարը այո։ Ես ասացի, չէ, 3 տարբերակ են քեզ տալու։ Կամ տարալուծվի, ինքդ մահմեդականություն ընդունի, հրաժարվի քո ինքնությունից, տարալուծվի 1, կամ հեռացիր ստեղից 2, կամ կոտորվիր։ Եթե չես ուզում առաջինը կամ երկուսը, մնալու ես կոտորվես։ Բայց դա այն պարագայում, եթե չես դիմադրում։ Հա, չպարզ է։ Այսինքն դու գալիս ես ասպես եկան։ Չէ, այսինքն ինքը քեզ տալիս է 3 այլընտրանքը, որին միակ իրական խելամիտ այլընտրանքը դիմադրելն է։ Այդ դիմադրելն է։ Ընդ որում հատուկ ուզում եմ ասեմ,
դիմադրությունը չի կարող լինի պարտիզանական, ոնց որ եղել է դա ցեղասպանության օրերին, նա պետք է լինի կազմակերպված, պետականակենտրոն, համակարգված, դաշնակցված, որովհետև կներես, մենակ մենք չենք էլի, որ ուզում ենք դիմադրենք թուրքական էքսպանսիային։ Բազմաթիվ ազգեր կան իրականում, ընդ որ մեծ տարածաշրջանի բոլոր ավտոխտոն ազգերը։ Դա կլինենք մենք, դա կլինեն պարսիկները, դա կլինեն քրդերը, դա կլինեն սիրիացիները, դա կլինեն արաբները, դա կլինեն հույները։ Նրանք բոլորն էլ ուզում են դիմադրեն, որովհետև նրանք բոլորը տեսնում են, որ այս թուրքական պետությունը կառուցած է իրանց պատմական հայրենիքի վրա, իրանց պատմական ժառանգության վրա։ Մտի Ստամբուլ տես, այսինքն հույների պատմական ժառանգությունն է, հայերի, բուլղարացիների պատմական ժառանգությունը, իր վրա է կառուցած Ստամբուլը։ Գնա Վան կտեսնես, որ մեր պատմական ժառանգության վրա է կառուցած։ Այդ ամեն ինչը կառուցած է մեր պատմական ժառանգության վրա, ու քանի որ դա այդպես է, ու քանի որ այդ պետությունը շարունակում է պահպանել այդ ագրեսիվ էքսպանսիոնիստական իր մեջ մղումը, բազմաթիվ ազգեր կան այստեղ, որոնք ուզում են դիմադրեն դրան, ու դիմադրում են։ Քրդերը դիմադրում են, հույները դիմադրում են, իրական տեսնում ենք հունական դիմադրությունը։ Նույնիսկ արաբները, սիրիացիները ինչքան երկար դիմադրեցին, Չմեզ ասում են, այդ ում երեխեքի կյանքով եք բարձր, այդ ում 18 տարեկան երեխու կյանքով ես ուզում դիմադրել։ Ես ուզում եմ դիմադրել։ դրան պատասխանեմ, իմ երեխեքի կյանքով, որովհետև Կներես էլի։ Չէ, իմ երեխեքի կյանքով։ Ես երբ որ երեխա էի ունենում, ես գիտակցում էի, որ ես զինվոր եմ ծնում։ Շատ պարզ պատճառով, որովհետև ավելի լավ է իմ երեխեն գնա դիմադրի, քան թե մենք բոլորս առանց դիմադրության կոտորվենք։ Որովհետև Ժողովուրդ ջան, արտահայտությունը այդում 18 տարեկան երեխայի կյանքով ես դիմադրում, նշանակում է հետևյալ այլ ձև։ Այդ 18 տարեկան երեխուն դնում ես յաթաղանի տակ, որ վիզը կտրեն, այսպես պետք է։ Այդ 18 տարեկան երեխուն էլ, իր մորն էլ, իր հորն էլ, իր տատուն էլ, պապին էլ, քրոջն էլ։ Բայց նաև մի բան էլ ասեմ։ Եթե չդիմադրես։ Ես օրինակ գիտակցելով, որ պետքա դիմադրես նաև սեփական արյունով, սեփական քրտինքով եւ այլն, միևնույն ժամանակ վերջի մի քանի տարիներին բավական լուրջ ջանք եմ գործադրել, որ մենք մաքսիմալ տեխնոլոգիզացնենք մեր բանակը, մեր զինված ուժերը, մեր դիմադրության կարողությունը։ Ես այն մարդկանց խմբի մեջ եմ եղել, որը դեռևս 16 թվականից սկսել է Հայաստանում ռազմարտությունաբերություն զարգացնել, դեռևս 16 թվականից սկսած։ Իսկ 20 թվականի պատերազմից հետո շատ ավելի մեծ թափով գիտակցելով, որ մենք շատ լուրջ հետ ենք մնացել։ Ուստի ես մտածում եմ, որ ոչ միայն պետքա դիմադրես մարմնովդ ու արյունովդ, գլխովդ պետքա դիմադրես։ Առաջին հերթին մեր ամենաուժեղ զենքն է։ Առաջին հերթին դիմադրությունը գլխում է եւ քո կամքի տեսանկյունից եւ գիտելիքի տեսանկյունից, որովհետեւ ի վերջո պետքա տեսնենք ու հասկանանք, որ մենակ քանակի մեջ չի։ Իմիջիայլոց էլի ուրիշ օրինակներ կա այդ ձևի դիմադրության։ Դրա մյուս օրինակ ասենք ոնց է Իսրայելը պայքարում ամբողջ արաբական աշխարհի դեմ։ Իրանից 20 անգամ շատ են։ 20 եւ ավել անգամ շատ են։ Ոնց է բա դիմադրում։ Ուրեմն պետք է հասկանաս, որ դիմադրությունը առաջին հերթին գլխիդ մեջ է տեղի ունենում։ Հիմա անցնենք, որ ասում եմ ժամանակը սրընթալից անցնում է, նա անցնենք այլ նարատիվի, Արցախ։ Մեզ փորձում են հիմա համոզել Միջազգային թե ներսից, թե դրսից, եւ ոչ միայն թուրքեր եւ ադրբեջանցիներ, եթե խոսքը գնում է դրսի մասին, հիմնականում արևմտյան ցավով եմ արձանագրում, արևմտյան տենց խոսքերից եմ լսում, որ վերջ, ուրեմն Արցախի հիմնախնդիրը փակվեց, կռվով փակվեց, ցեղասպանությունով փակվեց, մարդկանց դուրս բերելով փակվեցին, կապ չունի։ Всё, իբր Արցախի հարցը փակվեց, եւ հիմա պետք է Հայաստանը իսպար մոռանա Արցախի մասին, իսպար նույնիսկ սիմվոլիզմի մակարդակով, եւ այդ պարագայում Ադրբեջանը կռիվ չի սկսի։ Լավ, այսինքն մեզ փորձում են ասեն հետեւել, եթե դու հիշում ես Արցախի մասին, եթե դու արցախյան հիմնախնդիրը կրկին դիտարկում ես համահայկական գոյաբանական կոնտեքստում, ապա դու երաշխավորված ստանալու ես կռիվ, կոտորած եւ այլն, վախ են մեր վրա ծախում, էլի սրանք։ Հիմա հարց առանց ինչ-որ բաներ, ինչ է Արցախի հիմնախնդիրը Իրանից ներկայացնում։ Ինչ է ազատագրական պայքարը, գոյաբանական խնդիրը, փիլիսոփայական, հայ ժողովրդի գոյության համար որոշակի գործընթացը ինչ է։ Արցախի խնդիրը բազմաշերտ է։ Չի կարելի իրան տալ մեկ միասնական պարզ նկարագրություն։ Բայց եթե փորձենք ամեն ինչ հնարավոր ինչա պարզեցնենք, ապա պետք է հասկանալ, որ որպես այդպիսին մեկուսացված
Արցախի խնդիրը ընդհանրապես գոյություն չունի։ Գոյություն ունի այս տարածքում հայերի ապրելու իրավունքի խնդիր։ Որովհետև եթե մենք վերցնենք ամբողջ հարավային Կովկասը, հիմա մի կողմ դնենք այն Օսմանյան կայսրությունում մնացած մեր հայրենիքը, վերցնենք հարավային Կովկասը։ Հարավային Կովկասը այն ժամանակ, երբ որ այստեղ առաջ են եկել ռուսական կայսրությունը եւ այս տարածքները կարողացել է վերցնել պարսկական կայսրությունից, ունեցել է խառը բնակչություն։ Ամբողջապես խառը բնակչություն է ունեցել եւ այդ խառը բնակչությունը եղել է արևելքից մինչեւ արևմուտք։ Բաքվում էլ է եղել խառը բնակչություն, Բաքվում հայերը ավելի շատ են եղել, քան ստեղ ունեք մահմեդականները, Երևանում էլ է եղել խառը բնակչություն, ամենուրեք էլ խառը բնակչություն է եղել, ամենուրեք։ Իդեպ ամենա մաքուր զտարյուն հայկական բնակչությունը հենց Արցախի լեռնային մասում է եղել։ Պրակտիկորեն մահմեդական բնակչություն չի եղել։ Հիմա խնդիրը նրանում է, որ քանի որ այս ամբողջ տարածքը պայմանականորեն եմ ասում, այսօրվա Ադրբեջանը եւ այսօրվա Հայաստանը ունեցել են խառը բնակչություն, եւ մենք ենք սա մեր հայրենիքը համարում, եւ իրենք են սա իրենց հայրենիքը համարում։ Օբյեկտիվորեն իրենք էլ են մտածում, որ սա իրենց հայրենիքն է։ Իրենք ասում են, մի րոպե, Մասիսը մասիս չէր, Զանգիբասարը ընդ է թուրքեր ապրում։ Մենք էլ ասում ենք, բայց կանոն էս է, խանլաներ չէր։ Խանլաներ բաներ, Ելենդորֆ էր, ունդ հայր են ապրում, Շամխորն էր հայկական, Գեդաբեկն էր հայկական, Դաշկեսանն էր հայկական, Կիրովաբադն էլ Կիրովաբադ չէր, Գանջար էլի հայկական էր։ Հա, այսինքն իրականության մեջ որ մենք նայում ենք, ստացվում է, որ մենք ընդհանուր մի հատ պատմական տարածքի վրա մենք էլ ենք դա համարում մեր հայրենիք, իրենք էլ են համարում։ Բայց կա շատ կարևոր տարբերություն։ Մենք ավտոխտոն ենք, իրանք երկրորդ։ Բնական է։ Մենք նախ ավտոխտոն ենք, մենք ստեղ ապրում ենք հազարամյակներով, իրանք երկրորդ են, դա կնետը, երկրորդը։ Երբ որ դու ճանապարհորդում ես այս տարածքով, դու ամենուրեք հանդիպում ես հայկական քաղաքակրթության արտեֆակտներին, եկեղեցիներ են, ամրոցներ են, խաչքարներ են, կամուրջներ են, ջրանցքներ են եւ այլն, ու ես ինչու չես հանդիպում իրանցը կամ շատ չնչին քանակությամբ, հա, դա էլ երկրորդը։ Եվ խնդիրը նրանում է, բայց այդ իրանց վրա դա ոչ չի ազդում։ Իրանք ապրում են այդ գիտակցությամբ, որ սա իրանց հայրենիքն է։ Մենք ապրում ենք այն գիտակցությամբ, որ սա մեր հայրենիքն է։ Հիմա այդ կոնֆլիկտը ոնց պետք է լուծվի։ Այդ կոնֆլիկտի լուծման ինչ որ մի հատ բանալի ժամանակին 18 թվականին բրիտանացիներն էին տվել, ասում էին թող սահմանը հասնի այսենց ենթադրենք։ Այստեղից արևմուտք Հայաստանը, այստեղից արևելք Ադրբեջանը։ Թող սահմանը այսենց անցնի, այդ տրամաբանության մեջ Նախիջևանը Հայաստան էր, Արցախը ընդհակառակը Ադրբեջան էր։ Ասում են եկեք ձեզ բաժանենք, այստեղից թող մահմեդական բնակչությունը այս տարածքից տեղափոխվի այնտեղ, այնտեղից հայկական բնակչությունը տեղափոխվի այստեղ։ Ցավոք դες չստացվեց, չէր կարող ստացվել։ Եվ հիմա, երբ որ մենք եկել ենք հասել ենք պատմական այս հանգրվանին, մենք պետք է ինքներս մեր համար ընդունենք, որ չի կարա լինի առանձին վերցած Արցախի հարց։ Եթե մենք հրաժարվենք Արցախից, ապա շղթայական ռեակցիայով, դոմինոյի էֆեկտով Հայաստանի եղած մարզերը հերթով անցնելու են Ադրբեջանին։ Սկզբից է որ ավելի վտանգված է Սյունիքն ու Վայոց-Ձորը, հետո Գեղարքունիքը, Տավուշը ու տեն շարունակաբար մինչև այստեղ ոչ մի բան չմնա, ոչ մի հայկական բան։ Ինչի որտեղ ասում եմ կռիվը Արցախի համար չի։ Կռիվը այս տարածքում ապրելու իրավունքի համար է։ Արցախը պարզապես այդ ամբողջ շղթայի մեջ ամենաթույլ օղակն էր։ Ինչի որտեղ ինքը հերո էր մնացած հայկական տարածքից, անջատված էր լեռներով, իր այդ լոգիստիկան շատ դժվարացված էր եւ այլն, այսինքն եթե դու նայում ես նաեւ բանի տեսանկյունից, ռազմավարության ընդհանուր տեսանկյունից, դու հասկանում ես, որ քեզ Արցախը պաշտպանել օբյեկտիվորեն ավելի դժվար է, քան օրինակ եթե Նախիջևանը հիմա մեր տարածքում էր։ Նախիջևանը շատ ավելի հեշտ կպաշտպանենք, ակնհայտ է, չէ։ Իրանց էլ դեպքում հակառակ, իրանց էլ Նախիջևանն ավելի դժվար պաշտպանել, քանի որ դա կտրված է իրանց մնացած տարածքից։ Այս տրամաբանությամբ, որպեսզի միտքս ավարտեմ, ես համոզված եմ, որ ոչ միայն չի կարելի Արցախից հրաժարվել, այլ ընդհակառակը Արցախի խնդիրը ամենայն վճռականությամբ պետք է վերադարձնել հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգ ամենայն վճռականությամբ։ Եվ դա իդեպ միակ երաշխիքն է, որ Ադրբեջանը պատերազմ չի սկսի, որովհետև նա հասկանալու է, որ պատերազմի դեպքում նա կարող է զրկվել այն ամեն ինչից, ինչը ինքը այս ընթացքում կարողացել է ստացել։
Ասեմ ավելին, Ադրբեջանը այսօր հարձակողական, բոլոր առումներով քաղաքականություն ա վարում եւ Արցախից հետո սպասելի փորձում է առաջ տանել այն նարատիվը, որ ողջ Հայաստանի Հանրապետության տարածքը, այսինքն մեր ավտոկտոն հազարամյակներով ապրած մեր տարածքը Իրանն է։ Բաները ինչ Թուրքիայի ուղակի պատաչից է, բաները հորինում, բաները ինչ-որ տենց մոգոնում Եվ չգիտես ինչու, երբ որ մենք դրա մասին խոսում ենք, ասում ենք, այ ընկեր, թշնամին զենք խառնում, պատրաստվում է ատելությունը իր մեջ մեր հանդեպ տարածում, նախապատրաստվում է ինչ-որ գործընթացի, մենք այ ընկեր ասում են, դու մի մտածի, պատերազմ չի լինի, կլինի խաղաղություն։ Ես միշտ հարց եմ տալի, դե լավ, ռացիոնալ մարդ եմ, ինչի հիման վրա եք դուք հենվում, ինչի հիման վրա, ինչ գործընթացների, խոստումների, չգիտեմ ինչի, չնայած գործընթաց խոստում դիր մի կողմ, դա էլ չեղի թափի։ Ոչ մի պայմանագիր, ոչ մի գործընթաց երբեք խաղաղություն չի երաշխավորել։ Նայ, խաղաղություն մեր եւ Ադրբեջանի միջև հնարավոր է մենակ մի դեպքում։ Եթե ուժային հաշվեկշիռը մեր եւ Ադրբեջանի միջև իրականում բալանսի հարց է։ Միայն մի դեպքում, ինչի, որովհետեւ այլապես այս արդեն ասցի։ Ադրբեջանը հավակնում է ամբողջ Հայաստանի տարածքին։ Ամբողջ պատական չի, որ շրջանառության մեջ են դրել արևմտյան Ադրբեջան абսուրդային տերմին է։ Այս թեմա քեզ կասեն, ադրբեջանական նարատիվ է բոլոր։ Չէ, մի րոպե, իրանք են չդրել շրջանառության մեջ, գրասենյակներ են ստեղծում, Իգդիրում գրասենյակ են բացել, Իզմիրում գրասենյակ են բացել։ Հերոստատեսություն ունեն։ Հերոստատեսություն ունեն։ Արևմտյան Ադրբեջան անվանում։ Միացյալ ազգերի կազմակերպության տարբեր կոմիտեներում գնում են դրա մասին խոսում են։ Այսինքն այս ամեն ինչը խաղ չի, այս մարդիկ ամենայն լրջությամբ հավակնում են մեր ամբողջ հայրենիքի վրա, ամենայն լրջությամբ։ Եթե դա արևմուտքից անում է Թուրքիան, արևելքից անում է Ադրբեջանը, իդեպ ասեմ քեզ, որ Ադրբեջանը անում է դա շատ ավելի վճռական, շատ ավելի ագրեսիվ, որովհետև Թուրքիան խնդիրներ ունի, Թուրքիան գիտի, որ հայերի եւ իրանց միջև ի վերջո քրդական խոտ զանգված ապրում, ինքը հասկանում է, որ Հայաստանի վրա հարձակումը ունի տարատեսակ ռիսկեր եւ այլն։ Ադրբեջանը այդ խնդիրներ չունի։ Ինքը համարում է, որ Արցախը մարսել է, թեև սխալ է համարում բնականաբար, եւ Արցախը մարսելուց հետո պետք է Հայաստանը կուլ տալ։ Եվ եթե մենք մեր ամենահիվանդագին երևակայության մեջ հանգարց որոշենք Արցախից հրաժարվենք, Արցախի նկատմամբ իրավունքի, դա նշանակում է, որ մենք Ալիևի ռեժիմի առաջ դռները կբացենք Հայաստանի օկուպացիայի։ Չի կարելի ոչ մի տարբերակում դրանից հրաժարվել։ Իսկ Ալիևը իդեպ իր ամբողջ իշխանությունը, իր ամբողջ հարստությունը, իր ամբողջ հեղինակությունը կառուցել է հայացածության վրա։ Չի կարա ինքը դրանից հրաժարվի։ Այդ ոնց որ կներես էլի, ոնց որ ինքը հրաժարվի, չգիտեմ, իր գլխից կամ ոտներից կամ ընտանիքից չի կարա այդ մարդը։ Իր ամբողջ առանցքը, իր էությունը, իր ապրած կյանքը կառուցած է հայացածության վրա։ Այդ այն մարդն է, որը հենց սրանից 10 քանի տարի առաջ Ռամիլ Սաֆարովին հերոս է սարքել։ Մոռացել ենք դրա մասին։ Իմիջիալս կան տվյալներ, չգիտեմ, Telegram-ում են պատտվում, պետք է ստուգվեն, որ մեր հանդեպ կենսաբանական մակարդակի ատելությունը հասել է այն իրավիճակի, որ օրինակ Արցախում սրանք խոսքը գնում է օկուպանտների մասին, ադրբեջանցիների մասին, պլանավորում են հայկական գերեզմանատան տեղը գազանանոց սարքել, պատկերացնում ես։ Չէ, Ժորժ ջան, սա գազան է որտեղ։ Գազանալի է, մի լսեք էլի, ախր մենք մեր սխալների համար, մեր հայրենիքով, մեր արյունով ենք էլի բանանում փոխհատուցում։ Շատ հետարքիր ոդկաստ ստացվեց։ Ուսուցողական ոդկաստ ստացվեց։ Մի քիչ շեղվեցինք սովորական ոճից, բայց կարծում եմ իմաստավորված է։ Մարդկանց, չէ, իմաստավորված է։ Մարդիկ թող Ժորժ ջան, այնա, դուք ինչ լսեցիք, դուք որոշեք։ Ով է ճիշտ, ով է սխալ, ձեզ ոչ մեկ ոչի բան չի պարտադրում։ Բայց մի բան իմացեք, տուրներդ գա թե չէ, մածունը սպիտակա, երկրագունդը կլորա, թուրքն էլ մնում է թուրք։ Այդ միշտ հիշեք։ Իդեպ ես մի բան էլ հավելեմ, եթե մեր ուկնդիրները մի քիչ ասենք թուրքերեն կամ ադրբեջաներեն սովորեին եւ իրանց մամուլը կարդային, մեզ այս ամեն ինչը բացատրելու կարիք չէր լինի։ Որտեւ այս ամեն ինչը ոչ թե գաղտնի է, ոչ թե թուրքերն ու ադրբեջանցիները սա մասին խոհանոցում են իրար մեջ քչփչում բան։ Գրած է իրաց մոտ, սա բացահայտ գրած է։ Այս ամեն ինչի մասին ասում են, խոսում են, սպառնում են։ Մենք ենք որ ասենք նստել ենք ստեղ իզոլացված։ Կասեն ընդ նախկիններն են մոտի տանը։ Հա, չէ, նստել ենք իզոլացված, նախկիններին դնենք ընդհանրապես մի կողմ։ Հասկանում ես էլի ինչ է։ Հա, դնենք նախկիններին մի կողմ։
այս ամեն ինչը իրանց մոտ օբյեկտիվ իրականություն է, խնդիրը նրանում է, որ միջին վիճակագրական մարդու համար, քանի որ այդ օբյեկտիվ իրականությունը ցավոտ է, ինքը աշխատում է իրանից հեռու պահի այդ իրականությունը, ինքը ասում է դրա մասին չմտածեմ, ասում է գիտես ինչ, եթե վաղը երեխուս նույնիսկ կոտորելու են, արի ես այսօր դրա մասին չմտածեմ, էլի այսօրվա օրը գոնե խաղաղ ապրեմ, բայց դա ուղղակի նորից եմ ասում, էլի դա միամտության, կարճամտության, կուրության վատթարագույն դրսևորումն է, մենք պետք է թուրքերից գոնե մի բան սովորենք, մենք պետք է սովորենք մեր հարևաններին լավ ճանաչել, իրանց մատիվները լավ հասկանալ եւ մեր գործողություններն էլ կառուցել իրականության հողի վրա, ոչ թե մեր ցանկությունների ու պատրանքների։ Շնորհակալություն հարգելի ռադիոլսողներ, հիշեցնեմ ձեզ, որ այսօրվա ոդկասթը վարեցի Հայակվե ազգային քաղաքացիական միավորման համակարգող, քաղաքական գործիչ, շատ հետաքրքիր զրուցակից Ավետիք Չալաբյանի հետ միասին։ Մեր տարկիր ստացվեց։ Շնորհակալություն պարոն Չալաբյան, կարծում եմ կարելի է ինչ-որ պարբերականությունով մեկ-մեկ sense նստել ու այս թեմաներից խոսալ։ Դե ինչ հարգելի ռադիոլսողներ, կհանդիպենք հաջորդ անգամ, եթերում Աբովյան Թայմներ եւ ես Արման Աբովյանը։ Մնաք բարով։